Կարոտում է հենց։ Դրա համար ասում եմ, ես էլ կյանք չի, ոչ մեկը չի ուզի գնա։ Եղեգնաձորի բնակչուհի 64-ամյա Ժենյա Սարգսյանն արտասվում է տղայի կիսված ընտանիքի մասին խոսելիս։ Կինն ու 4-ամսական երեխան այստեղ են, իսկ հայրը Ռուսաստանում, շփվում են ամեն օր Skype-ի միջոցով, բայց անգամ դա չի հագեցնում կարոտը, ասում է նա, ու հավելում, որ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդը Ռուսաստանում շինարարությամբ է զբաղվում ընտանիքի խնդիրները լուծելու համար։ Գործազրկությունը շատերին է ստիպել հարազատների հետ հեռվից շփվել։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վերջին տարիների հետազոտությունները փաստում են, որ Հայաստանում դիստանցիոն ընտանիքները զգալի թիվ են կազմում։ Էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը նշում է, որ դա ազդում է ընտանիքների ամրության վրա։ Դուք կարող եք հանդիպել բազմաթիվ ընտանիքների, երբ որ ասենք ընտանիքի մի մասը, ամուսինը կամ ամուսինը եւ կինը գտնում են Ռուսաստանի դաշտությունում, երեխաները տատիկների, պապիկների հետ գտնում են Հայաստանում, կամ ամուսինը այնտեղ է, կինը երեխաների հետ այստեղ է եւ այլը։ Երբեմն ամռան ընթացքում է երեխաները գնում կամ չեն գնում, այսինքն այդ կիսված ընտանիքների թվականակը այդ ընտանիքի մեջ նկարագրած մոդելում բավականին մեծ է հիմա։ Հարցումները ցույց են տալիս, որ միգրանտների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում սոցիալական խնդիրների պատճառով, երեխաների կրթության կամ հարազատների առողջական հարցերը լուծելու, իրենց խոսքով ընտանիք պահելու համար, սակայն հաճախ այդ իսկ ընտանիքի ամբողջականությունը վտանգելով։ Միհրան Գալստյանն ասում է, որ շատերը ի վերջո Ռուսաստանում երկրորդ ընտանիք են ստեղծում։ Բայց շատ հետաքրքիր է, որ այս երևույթի մասին երբեմն գիտեն նաև միգրանտի այստեղ գտնվող ընտանիքները, կինը, երեխաները եւ այլը։ Եվ պետք է ասեմ, որ որոշակի արժեքային համակարգի փոփոխություն է տեղի ունեցել այդ առումով ընտանիքում, եւ նույնիսկ հասարակական կարծիքը այդպես շատ չի դատապարտում այդ նման վարքագիծ ունեցող միգրանտներին, որովհետեւ այստեղ մի հոգեբանական մեխանիզմ է գործում, թող ընտանիքի նյութապես այստեղ ապահովի, ինչ ուզում է թող անի։ Նույնիսկ կանայք երբեմն տալիս են այնպիսի պատասխաններ, բա տղամարդ է, երբ որ ինքը երկար տարիներ գնում է այնտեղ, իրեն խնամող է պետք եւ այլը կերակրով։ Տարիներ շարունակ դրսում ապրող միգրանտներից շատերն էլ ըստ ուսումնասիրությունների ընդհանրապես չեն վերադառնում եւ ի վերջո լքում են հայաստանյան ընտանիքը։ Ուսումնասիրությունները նաեւ փաստում են, որ աշխատանքային միգրացիայի հետևանքով տարեստարի ավելանում է ամուսնալուծությունների թիվը։ Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով աշխատանքային միգրացիան խարխլել է ընտանիքի մոդելը։ Կապ չունի, որ քաղաքացիական ակտերի կացության գրանցեն, ապա նրանք գրանցված են, դեռ չեն բաժանվել, ամուսնալուծված չեն։ Դրանք հոգեբանորեն արդեն ամուսնալուծված ընտանիքներ են։ Ինչու՞։ Որովհետև ընտանեկան մոդելը որպես այդպիսի ինքը գոյություն չունի։ Համերաշխության, ջերմության, հարազատների կողքի ապրելու եւ ամենակարևորը դերակատարումների խնդիրը չկա, չէ՞, հայրը իր դերակատարումն ունի, մայրը չկա խախտվել երեխան, երբ ծնվում է, ինքը իր առաջև պետք է ունենա եւ որ մոդելը առնականության կերպարը, տղամարդու կերպարը, օրինակը եւ մոտ։ Դա կապ չունի երեխան աղջիկ է թե տղա։ Շատ ընտանիքներ տուժում են նաև առողջական տեսանկյունից։ Եթե այլ երկրներում միավի վարակման հիմնական խումբը մարմնավաճառներն են, թմրամիջոց օգտագործողները կամ միասեռականները, մեր երկիրը բացառիկ է այն առումով, որ վերջին տարիներին վարակագիրները առաջին հերթին աշխատանքային միգրանտներն են եւ նրանց կանայք, ասում է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։ Վերլուծությունը վկայում է նրա մասին, որ մոտ 80% դեպքերը միավարակի գրանցված վերջի 2 տարիներին կապված են միգրացիոն գործոնի հետ։ Դրանք աշխատանքային միգրանտներն են, մոտ 62% եւ նրանց զուգընկերները կանայք, որոնք միասին կազմում են 75-ից 80%։ Սա մեր իրավիճակի առանձնահատկությունն է, որով մենք նման չենք որևէ այլ երկրի տարածաշրջանում։ Իհարկե ընդհանուր միտումներ կան, որ միգրացիան գերակշռում է կամ զգալի գործոն է հանդիսանում, բայց այս տեսակ շեշտադրում, այս տեսակ առանձնահատկություն միայն Հայաստանի դեպքում եք տեսնում։